Աստվածաշնչյան ընթերցանություն ամեն առավոտ։ Մենք դրա մեջ ենք բնակվում։ Առաջին Հովհաննես 4:13։ Ցանկանում ես արդյոք քո հոգու համար օթևան ձեռք բերել։ Կհարցնես. իսկ ինչ կարժենա դա։ Դա կլինի ոչ այն գինը, որ կցանկանար վճարել հպարտ մարդկային էությունը։ Դա անվճար է։ Ախ, դու ցանկանում ես ընդունելի գին վճարել։ Դու ցանկանում ես տեղավորվել Քրիստոսին որևէ գնի մեջ։ Այդ դեպքում դու չես ունենա այդ օթևանը, քանզի այն անգին է։ Իսկ ինչու այն հավիտենության մեջ չվարձակալել ձրի վճարելով սիրո ու մշտական ծառայության խորհրդանշանական ռենտա։ Կընդունես Քրիստոսին, որ նրա մեջ բնակվես։ Այդ օթևանում է այն ամենը, ինչ քեզ անհրաժեշտ է, այնտեղ ավելի շատ հարստություն կա, քան դու կկարողանայիր ծախսել քո ողջ կյանքի ընթացքում։ Այնտեղ Քրիստոսի հետ սերտ շփման մեջ դու կկարողանաս հագենալ նրա սիրուց։ Այնտեղ սեղանների վրա սննդի առատությունն է, որը բավական է հավիտենական կյանքի համար։ Այնտեղ երբ հոգնես, հանգիստ կգտնես Հիսուսի մեջ։ Այնտեղ հայացքիդ առաջ բացվում է երկնքի մեծությունը։ Ուզում ես նման օթևան։ Իհարկե, կպատասխանես դու։ Բայց միթե դա հնարավոր է։ Լիովին, ահա եւ բանալին։ Արի Հիսուսի մոտ։ Բայց կասես դու. իմ արտաքին տեսքն անպարկեշտ է։ Ոչինչ, քեզ համար լավ հագուստ կգտնվի։ Արի եթե նույնիսկ քեզ մեղավոր ու անարժան ես զգում։ Թեև օթևանը չափազանց լավն է քեզ համար, Քրիստոսը քեզ նրան արժանի կդարձնի։ Նա քեզ կլվանա ու կսրբի, եւ դու այդ ժամանակ կկարողանաս ասել. ես նրա մեջ եմ բնակվում։ Իմ հավատացյալ ընկեր, դու եռակի երանելի ես, ունենալու ես նման կացարան։ Ինչպիսի առանձնաշնորհում է ունենալ հուսալի օթևան, որում դու հավիտյան ապահով ես։ Բնակվելով նրա մեջ դու ունես ոչ միայն կատարյալ ու հուսալի օջախ, այլև հավիտենական։ Երբ այս աշխարհը երազի նման անհետանա, մեր բնակավայրը կանգուն կմնա։ Այն ամուր է ինչպես պողպատը, պինդ է ինչպես գրանիտը, անփոփոխ է ինչպես Աստված, որովհետև այն այլ բան չէ, քան ինքը Աստված։ Եռակի երանելի է նրանում բնակվողը։